Հոս վանացայն Վանաձայն, լավագույն և հարազատ Բարևձեզ հարգելի ունգընտիրներ, Վանացյանի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հոհիտա բյուրոյի մամլոյ Իվանը դեղեկացուց, որ 3-14 ապրիլին դեղի ունեցավ Հոհիտա բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և բյուրոյի անդամներ Լիլիթ Քալստյանի և Արսեն Համբարձումյանի այցելությունը Հայաստանի մեջ Միացյալ Նահանգներու դեսպանատուն։ Հոհիտա բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան Միացյալ Նահանգներու արտգաղթ և լիազոր դեսպան Քրիստինա Քուինին ընդհանուր գիզերով ներկայացուց Հոհիտա 35-րդ ընդհանուր ժողովին կողմէ որտեղ գրված քաղաքական ուղեկիցը և համահայկական կառույցին առաջնահերթությունները։ Հոհիտա բյուրոյի անդամները անդրադարձան նաև Հայաստանի դիմակայված անվտանգության խնդիրներուն և իրենց մոտեցումներն ու մտահոգությունները հայտնեցին այդ խնդիրներուն մասին, կարևորությամբ նշեցին Արցախի հայության վերադարձի երաշխավորված և անվտանգ գործընթացությունը, Բաքուի մեջ պահվող հայ ռազմագերիներու և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդիրը, ընդգծեցին միջազգային դերակատարներու, ընդ որում Միացյալ Նահանգներու քաղաքական ներգրավման կարևորությունը տարածաշրջանի մեջ կայուն և արդար խաղաղություն հաստատելու համար։ Կողմերը գնահատեցին նման հանդիպման կարևորությունը և պատրաստակամություն հայտնեցին քաղաքական զանազան օրակարգերու շուրջ մտքերու փոխանակումը շարունակել։ Հայոց ցեղասպանության 110-ամյակի ընթരാճ Հոհիտա Հայաստանի երիտասարդական միությունը և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը պիտի կազմակերպեն ավանդական ջահերթ, որ տեղի պիտի ունենա 23 ապրիլի երեկոյան ժամը 7-ին։ Երթը սկիզբ պիտի առնե Երևանի Հանրապետության հրապարակեն։ Ջահերթը կխորհրդանշե շարունակական պայքարը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտումին, ուղղված ընդդեմ մոռացումի և մոռացության։ Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնումի համար պայքարը մնայուն է, որ միայն պայքարի, ինքնակազմակերպումի և համազգային կամքի արտահայտության իբրև արդյունք մենք կրնանք պաշտպանված ըլլալ, հեռու անելով թարեմը ավելի մեծ հետապնդող ցեղասպանության ուրվագանը։ Այս տարի ևս բոլոր փափագողները կրնան մասնակցել ջահերթին իբրև ջահագիր։ Երթը պիտի ավարտի Դիզերնակապերտի հուշահամալիրի մեջ, ուր մասնակիցները պիտի արգեն հայոց ցեղասպանության 1.5 միլիոն հուզողերու իշադակը վերահաստատելով պայքարի շարունակությունը։ Իբրև պաշտպանություն Արցախի հայ գերիներուն 3 Ստոկհոլմի մեջ կատարվեցավ բողոքի ցույցը։ Ցույցի մասնակիցները զանազան վերդարություններով գոչ ուղղեցին երկրի իշխանություններուն չլրելու, խոսելու Ադրբեջանի մեջ տեղի ունեցողի մասին։ Սեր լրությունը մահվան դատավճիռ է Ադրբեջանի մեջ պահվող հայ գերիներուն համար։ Ժողովրդավարական աշխարհի առաջնորդները կշարունակեն համագործակցել այս ժամանակակից Հիտլերի, Ալիևի հետ, անտեսելով անոր հանցագործությունները իշահ քարյուղային գործարքներու և խավիարային դիվանագիտության։ Ալիև իսկապես ժամանակակից Հիտլեր է։ Ան ցեղասպանություն կգործե, կհասնի ցեղասպանության, իսկ այսպես կոչված քաղաքագիտ աշխարհը կշարունակի հանդուրժել ձայն, նշեցին ցույցի մասնակիցները։ Հայ-Թադի համագարկի մեջ գործող Վաշինգտոն հաստատված հայկական իրավական կենտրոնը խստորեն դատապարտեց ադրբեջանցի պատերազմական հանցագործ Քամիլ Զեյնալիի հանդեպ միջազգային հետախուզությունը դադարեցնելու Հայաստանի կառավարության որոշումը։ Արդարև հայկական իրավական կենտրոնը հայտարարությամբ նշեց. Հայկական իրավական կենտրոնը խոր հիասթափություն և մտահոգություն կհայտնի
Հայաստանի իշխանություններու սարսափելի միջին որոշումին համար, որով հետս կգոչվի Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի հանդեպ միջազգային հետախուզությունը։ Զեյնալի կմեղադրվի 2020-ին Արցախյան պատերազմի ժամանակ իր կատարած պատերազմական դաժան հանցագործություններուն համար։ Զեյնալի հադրութի շրջանի մեջ գլխադած է դարեց քաղաքացիմը այսպիսով կատարելով միջազգային մարդասիրական իրավունքի գովիթ խախտումը։ Այս որոշումը կապված է իրարու քաղաքացիներու հանդեպ միջազգային հետախուզություն չկատարելու մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև 2007-ին ձեռք բերված համաձայնության։ Սակայն ան կվտանգի արդարադատության եւ հաշվետվության հիմնական սկզբունքները։ Հայկական իրավական կենտրոնը համոզված է, որ նման հանցագործություններ չեն գնար չնչել պատերազմական հանցագործություններու համար սահմանված միջազգային հետախուզությունները, որոնք համընդհանուր երբով ճանաչված են իբրև մարդկության դեմ հանցագործություններ, նշեց հայտարարությունը։ Հետախուզության ճնշումը հավասար է Հայաստանի կառավարության կողմէ Ադրբեջանին ուղղված այլ զիջումներու, ընդ որում միջազգային ադյաններու մեջ Ադրբեջանի թեմ ներկայացված թիմումներեն հրաժարելու պատրաստակամության։ Այս գործողությունները վրդովմունք առաջացուցած են մարդու իրավունքներու պաշտպաններու եւ ինտիմատիր գործիչներու մեջ, որոնք այս իրողությունները գարժևորեն իբրև դավաճանություն, պատերազմի զոհերու իշտագին, ինչպես նաեւ անբաժանելիության վտանգավոր նախադեպ։ Միջազգային իրավունքի եւ անով սահմանված փոխադարձ հարաբերություններու ու հադուցման կարելիություններու մերժումը, ինչպես տեղական, նույնպես միջազգային մակարդակով կվտանգի օրենքի քերակայության հիմքերը, ավելցուց հայտարարությունը։ Հայկական իրավական կենտրոնը Հայաստանի կառավարության գհորդորե վերադեսության ենթարկել իր որոշումը եւ պահպանել հանձնարարությունը Արցախյան հակամարտության զոհերու համար արտարադատության ապահովման։ Բացի այդ, կենտրոնը գոչ կուղե միջազգային կազմակերպություններու եւ մարդու իրավունքներու մարմիններուն միջամուխ լալ ապահովելու, որբեսի պատերազմական հանցագործություններու մեջ մեղադրվող անձեր պատասխանատվության ենթարկվին, եզրափակեց հայկական իրավական կենտրոնի հայտարարությունը։ Ադրբեջանի վարչակարգը անփախցելինելու սև ցագին ներառեց Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ հույն ցանոթ քաղաքական անձնավորություն Թեոդորոս Ռուսոպոլոսը։ Ալիևի բռնադիրական վարչախումբը հակաժողովրդավարական այս քայլին դիմեց, երբ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հարցազրույց մտալով Alpha News-ի գայանին Ադրբեջանի նախագահը բռնագալ որակեց։ Ադրբեջան հագաստեց Ռուսոպոլոսի հայտարարություններուն, անփախցելի նկատելով եվրոպացի քաղաքական դեմքը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի 76 այլ անդամներ, բոլորը դատապարտելով իբրև քաղաքական հիմարության մեջ ինգած եւ հոգեպես հանգարված անձեր։ Այն բահուն, երբ Եվրոպական միության ղեկավար շրջանակներ ուժանոթի մարզի մեջ գործակցության լայն ճամփաներ բացած են Ադրբեջանի հետ, հաջող անդեսելով երկրի բռնական վարչակարգին ապօրինությունները եւ սեղասպանական քաղաքականությունը տարածքի մեջ, հետաքրքրական տեսնել, թե անոնք ինչպես պիտի հագաստեն Եվրոպական խորհրդի նախագահին դեմ ուղղված դիվանագիտական արգելումներուն։ Թեոդորոս Ռուսոպոլոսի Ադրբեջանի հանդեպ հայտարարությունը հաստատումն է Եվրոպական խորհրդի մեջ կազմավորված ցանոթ պատկերին, որ սակայն զոհ կդառնա ուժանոթի մեծապետական հաշիվներուն։ Անտալիո դիվանագիտական 4-րդ ֆորումի ընթացքին Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եւ ընդգծեց, որ Թուրքիա եւ Ադրբեջան կշարունակեն ամրապնդել իրենց համագործակցությունը, հատկապես ուժանոթի, երթևեկի եւ պաշտպանական արտոնապերության մարզերում մեջ։ Հանդիպումի ընթացքին անդրադարձ կատարվեցավ նաեւ դարաձգչնային խաղաղության շանքերուն։ Նախագահ Էրդողան Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը հուսացիչ նկատեց։ Էրդողան նշեց, որ Թուրքիա Ադրբեջանը կդիտարկե իբրև հարավային Կովկասի մեջ խաղաղության հիմնական ջարդարաբեդ եւ ընդգծեց, որ Թուրքիա ազգուշ կերպով կշարունակի Հայաստանի հետ հարաբերություններու ղեկավարման գործընթացը։ Թուրքիո նախագահի ընդունումով Թուրքիո մոդեցումը, ինչպես ցույց տրված է Անտալիո դիվանագիտական ֆորումին,
գարդացոլացնե բազմագոմ դիվանագիտական չանքերու հանդեպ անոր հանձնարարությունը հարավային Կովկասի մեջ խաղաղության եւ գայունության հաստատումին համար։ Գազագերբությամբ նոր վերնադուն մշակութային միության եւ Մարիա Ջեյքոբսոնի Թանյասի հայասեր ավետարանիչ Տշնոց փույնի հիմնադիր Մայրիգի բարերարներուն դեղի պիտի ունենա ուխտակնացությունը դեպի Կալիֆոռնիա Սոլվենգ քաղաք հadouk հանդիսությամբ մտածելակերպակ դեղելու համար անոր գիսանտրին արչեվ։ Ուխտակնացությունը դեղի պիտի ունենա 5 շաբթի 24 ապրիլի առավոտյան ժամը 11-ին սկսյալ ի հիշադակ հայոց ցեղասպանության 110-ամյակին։ Մեզդան գիլիգուն կաթողիկոսության դիվանը հայտարարությամբ մգդիրեգացնի հետևյալը։ Գուզենք ուրախությամբ հայտնել, որ Արամ առաջին կաթողիկոսի պապակին ընթարաչելով Զարե Բեզիկյան եւ Թուսր անի Հանսն Արին կաթողիկոսարանի մեջ Բեզիկյան անունը գրող բազմանաբադակ գետրոնի մգարուցման բարերարությունը։ Զարե Բեզիկյան այս օրինագելի բարերարությունը կգադարե իբրև արդահայտություն իր ծնողքին ասկային բարերար դեր եւ դիգին Ալեկկո եւ Անի Բեզիկյանի հանդեպ ունեցած սիրուն եւ երախտագիտության։ Բեզիկյան գետրոնը պիտի ներառե առաջին հանդիսասրահ շենքին կետնահարգ եւ առաջին հարգը պիտի փաղկանա 500 աթոռները։ Երկրորդ բազմանաբադակ սրահ երկրորդ հարգի վրա պիտի ներառե շուրջ 300 քոքի։ Երրորդ համակումարներու սրահ երրորդ հարգի վրա պիտի ունենա 200 աթոռ։ Համակումարի սրահին գից պիտի կառուցվի 30 հոգի ներառող ժողովասրահ։ Չորրորդ վեապար հայրաբեդին հadouk աշխատասենյակ, հյուրասենյակներ եւ աշնորհական հյուրասիրության հadouk սրահ 4-րդ հարգի վրա։ 5-րդ ներտնահարգը պիտի փաղանա զանազան սերնակներու, տոնակատարություններու եւ հանդիպումներու նախապատրաստության հadouk սենյակներ։ Բոլոր սրահները եւ սենյակները պիտի օժտվին իրենց գործածության առնչված անհրաժեշտ սարքավորումներով եւ լայն կարելիություններով։ Շինարարական աշխատանքները պիտի սկսին անմիջապես եւ իրենց ավարտին պիտի հասնին 19 սեպտեմբեր 2026-ին։ Շինության ջարդարաբետն է Վասկեն Չեքիջյան։ Շինարարական հանձնախումբի անդամներն են Գրիգոր Մասերեջյան, Ադնաբեդ, Դաջատ Էպիսկոպոս Աշոկյան, Հակոբ Քլբաշյան, Վահե Կալինջյան, Ալեքս Կարաբաջակյան եւ Հակոբ Լուսարարյան։ Հարկելի ունգընտիրներ Վաննասանի եթերով եւ թեմադետրի էջով ցեզի հետեին Գրիգորը եւ Հակոբը։ Շնորհակալություն ծերունգության մնացեք միշտ Վաննասանի ունգընտիր։ Մասնակցինք մեր շրջաններու վերելքին։ Գիրագի 18 մայիսին բոլորս մասնակցինք Բեյրութի եւ Բեկայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրություններուն։ Հոս Վանացայն Վանաձայն, լավագույն եւ հարազատ։ Այժմ Վանացայնն ցեզի հետ պիտի լանք երկչախմբային գդարումներով։ Հաջելի ունգընտրություն ծեր բոլորին։
է։